Կաթը սեր է։ Ճարպերը հիմնական շինանյութն են մեր հորմոնների համար, հետևաբար կաթնամթերքը մշտապես պետք է ներառել սննդակարգ հորմոնալ առողջության համար։ Շատ լավ աղբյուր են, պրոբիոտիկ են պարունակում, որը նաև ստամոքսահայքային տրակտի համար է շատ լավ, հորմոնային բալանսի համար է շատ լավ, քաշը նվազեցնելու համար է շատ լավ։ Որքանով է կաթնամթերքը նպաստում մեր հորմոնների առողջությանը։ Քանի որ կաթնամթերքը ինքը պարունակում է իր մեջ ճարպեր, օրինակ կաթը յոդ է պարունակում, վիտամին A, E, D, այլ կարևոր միկրոտարեր, այն շատ կարևոր է մեր հորմոնների համար։ Ինչ կասեք 30+40+ կանանց մասին, ովքեր բացառում են ճարպերը սննդակարգից, նիհարելու մոլուցքով տարված, սա կարող է հորմոնալ խնդիրներ առաջացնել։ Շատ լավ հարց եք տալիս, այո, իհարկե, պետք է որպեսզի այդ ճարպերը լինեն, որպեսզի խոլեստերինից առաջանան այդ հորմոնները։ Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում ինչ կաթնամթերք ընտրել։ Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար իհարկե շատ կարևոր են նույն ճարպալուց վիտամինները, կալցիումը, վիտամին D-ն, սելենը, յոդը իհարկե, որոնք մեծ քանակությամբ պարունակում են կաթի, կաթնամթերքի մեջ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջական կաթն է շատ կարևոր եւ մկանային մասսայի զարգացման համար, նյարդային համակարգի, նաև բոլոր այդ հորմոնների բալանսի համար շատ կարևոր է ամբողջական կաթը։ Կաթը սեր է։ Կաթը սեր է, ողջույն, իսկ դուք գիտեիք, որ ճարպերը հիմնական շինանյութն են մեր հորմոնների համար, հետևաբար կաթնամթերքը մշտապես պետք է ներառել սննդակարգ հորմոնալ առողջության համար։ Իսկ ինչ անել, երբ կա հորմոնալ խնդիր, վահանաձև գեղձի ախտահարում, շաքարային դիաբետ, ինչ կաթնամթերք ընտրել առողջության համար։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանի հետ, ողջույն Գրետա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, ձեզ հետ միշտ հաճելի է։ Խոսել ենք շատ կարևոր թեմայից, կաթնամթերքի եւ հորմոնների կապի մասին։ Նախ ասենք կաթնամթերքը իսկապես օգտակար է առողջությանը։ Տեսեք, այո, կաթնամթերքը ինքը բավականին լավ աղբյուր է ճարպերի, վիտամինների, միներալների, բացի դրանից, օրինակ թթվակաթնային խառնուրդները, մածուն, յոգուրտ եւ այլ, իրանք շատ լավ աղբյուր են, պրոբիոտիկ են պարունակում, որը նաեւ ստամոքսահայքային տրակտի համար է շատ լավ, հորմոնային բալանսի համար է շատ լավ, քաշը նվազեցնելու համար է շատ լավ եւ առհասարակ անպայման կաթնամթերքը պետք է ներառվի սննդակարգում։ Եթե խոսենք հորմոնալ առողջության մասին, որքանով է կաթնամթերքը նպաստում մեր հորմոնների առողջությանը։ Տեսեք, քանի որ կաթնամթերքը ինքը պարունակում է իր մեջ ճարպեր, օրինակ կաթը յոդ է պարունակում, վիտամին A, E, D, այլ կարևոր միկրոտարեր, այն շատ կարևոր է մեր հորմոնների համար, քանի որ տեսեք, նաև խոլեստերինը, որը մեր բոլորի այսպես ասեմ օրգանիզմում կա այդ խոլեստերինը, ինքը շատ կարևոր կառուցողական մատերիալ է, որից առաջանում են հորմոնները։ Այդ իսկ պատճառով ճարպերը շատ կարևոր են եւ պետք է անպայման լինեն ռացիոնում։ Ինչ կասեք 30+40+ կանանց մասին, ովքեր բացառում են ճարպերը սննդակարգից, նիհարելու մոլուցքով տարված, սա կարող է հորմոնալ խնդիրներ առաջացնել։ Շատ լավ հարց եք տալիս, այո, իհարկե, որովհետև տեսեք, բալանսավորված պետք է լինի սննդակարգը։ Այսինքն մենք ունենք սննդային բուրգ, որի մեջ անպայման 20-ից 30% պետք է լինի կաթնամթերք։ Դա նշանակում է, տեսեք, այդ ուրեմն 30-ից 35% պետք է լինի ածխաջուր, հաց, այնտեղ ածխաջրեր, 25-ից 30% կաթնամթերքը պետք է լինի, 15-ից 20%-ը միրգ բանջարեղեն եւ ընդամենը 5%-ը քաղցրավենիք։ Այսինքն դա պարտադիր պետք է պահպանել եւ կանանց առողջության հատկապես դեռահասության շրջանում շատ կարեւոր են ճարպերը, նաեւ կաթնամթերքը, քանի որ ինքը պարունակում է շինանյութ մեր դեռահասների աճի, զարգացման, մկանային մասսայի շատացման համար, դաշտանային ցիկլի ճիշտ կատարման համար, քանի որ պետք է որպեսզի այդ ճարպերը լինեն, որպեսզի խոլեստերինից առաջանան այդ հորմոնները։ Խոսքը լավ խոլեստերինի մասին է, այն որ անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Այո, եւ լավ եւ վատ խոլեստերինը, տեսեք, այսպես ասեմ, այո, խոլեստերին անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Այդպես չի կարելի ասել, որ ընդհանրապես պետք է բացառվի նույն կարագը, նույն մնացած ուրեմն մթերքները, իրենք պետք է լինեն, բայց չափավոր։ Լավ, իսկ ինչ վերաբերվում է 30-ից 40 տարեկան այդ հատվածում, այո, լավ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի համար, քանի որ 30-ից 40 այդ տարեկան շրջանում ավելի շատ հիմա այդ վերարտադրողական ֆունկցիան այդ տարիքում է կատարվում, այդ իսկ պատճառով կաթը, կարագը եւ այլ կաթնամթերքներ պետք է անպայման ներառվեն սննդակարգում։ Բացի այդ, եթե յուղազերծ
սնունդ ենք օգտագործում բացառելով ճարպերը, դա անդրադառնում է նաև մաշկի որակի վրա։ Այո, տեսեք, որովհետև օրգանիզմը շատ հետաքրքիր է եւ շատ լավ մեխանիզմներ ունի հակառակ պայքարի։ Այսինքն, եթե մենք ընդհանրապես ճարպը հեռացնենք, ինքը այլ մեխանիզմներ կգտնի այն արտադրելու ակնեի տեսքով, սաղեքային տրակտի այլ խանգարումներով, ցիկլի խանգարումներով, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի լինի բալանսի մեջ։ Շատ կարևոր է, տեսեք, 9-ից 18 տարեկանում կալցիումի մասնավորապես կաթնամթերքի օգտագործումը, քանի որ այդ դիապազոնում հենց կատարվում է երեխաների աճը, զարգացումը, մկանային մասսային հավաքում, ցիկլն է նոր սկսվում, կարգավորվում, այդ իսկ պատճառով երեխաները նամանավանդ մեր ստանդարտներով ամենաշատը իրանք ունեն կալցիումի պահանջ 1300 միկրոգրամի կարգի։ Հետո այդ պահանջը քիչ նվազում է, նույնպես շատանում է կլիմաքսի տարիքի կանանց տղամարդկանց շրջանում, բայց ամենաշատ պահանջը կալցիումի հենց այդ շրջանում է, ուրեմն 9-ից 18 տարեկանների շրջանում է։ Ինչ կաթնամթերքին նախապատվությունը տալ, բժշկուհի, դուք հորմոնների բժիշկն եք, անյուղ, յուղոտ, ցածր յուղայնությամբ, շուկայում կան նաև կատնայուղի փոխարինիչով, ինչի հետ գործ ունենք այս դեպքում, որն է առողջ կաթնամթերքը։ Տեսեք, կաթնային փոխարինիչները, կաթնային այլ խառնուրդները, որի մեջ ավելացվում է տարբեր ոչ հասկանալի ինչ-որ խառնուրդներ, բնականաբար օգտակար չեն, քանի որ նույնիսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջական կաթն է շատ կարևոր եւ մկանային մասսայի զարգացման համար, նյարդային համակարգի, նաեւ բոլոր այդ հորմոնների բալանսի համար շատ կարևոր է ամբողջական կաթը։ Ինչ վերաբերվում է անյուղ, յուղային թե յուղազերծված, ես նախապատվությունը կտամ քիչ յուղային, եթե կան որևէ առողջական խնդիրներ, քանի որ անյուղ կաթնամթերքից այդ վիտամինները, միներալները, A, D վիտամինները, ճարպերը չեն յուրացվում։ Այդ իսկ պատճառով, եթե ունենք օրինակ քաշի խնդիր, կա դիաբետ, կա վահանանձև գեղձի խնդիրներ, նախապատվությունը կտանք ցածր յուղայնությամբ կաթնամթերքին, բայց եթե որևէ խնդիր չունենք առողջական, կարող ենք նաև յուղային 3.5 եւ այլ բարձր տոկոսային կաթնամթերք օգտագործել։ Բարձր է կաթի յուղայնությունը, այնքան բարձր է սննդային արժեքը եւ այնքան հեշտորեն են յուրացվում բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները։ Ճարպալուց վիտամիններ, օրինակ են, ան, դեն, որոնք ճարպալուց են, իրանց համար պարտադիր պետք է ճարպային միջավայր, որպեսզի իրանք յուրացվեն։ Այո, իսկ ինչ կասեք կատնայուղի փոխարինիչով կաթնամթերքի մասին, ինչի հետ գործ ունենք այս դեպքում։ Դե այստեղ ավելի շատ կանցերագեն պարունակող մթերք է եւ ես նախապատվություն չէի տա, քանի որ մենք չենք իմանում ինչ է այնտեղ պարունակում։ Կարդում ենք բուսայուղեր, կաթնայուղի փոխարինիչով։ Այո, իրենք չեն կարող փոխարինել այդ ամբողջական կաթից ստացված ուրեմն կաթնամթերքը միանշանակ։ Ինչ որ օգուտ միգուցե եւ կա, բայց ես նախապատվություն չէի տա ամեն դեպքում։ Խոսենք էնդոկրին հիվանդությունների դեպքում կաթնամթերքի օգտակարության մասին, միև չէ որ կաթնաթթվային մթերքները օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Իրենք օգնում են իջեցնել շաքարի մակարդակը, բայց ամեն դեպքում սննդակարգը պետք է լինի բալանսավորված։ Եթե մենակ մենք օգտագործենք կաթնամթերք, այդպես էլ չի լինի, այսինքն ամեն ինչ պետք է լինի ռացիոնի եւ համապատասխան բալանսի մեջ, սակայն օգտագործել իհարկե պետք է օրինակ մածունը, օրինակ կեֆիրը, հունական յոգուրտը, որոնք իր մեջ պարունակում են ցածր կալորիական արժեք, ունեն իրենց բաղադրության մեջ եւ հետեւաբար իրենք կարող են նվազեցնել քաշը։ Եվ բացի դրանից իրենք լավացնում են ուրեմն աղիների միկրոֆլորան, որը շատ կարեւոր է քաշի նվազեցման եւ լավ ստամոքսաղեքային տրակտի աշխատանքի համար։ Նաև հետևաբար լավացնելով միկրոֆլորան աղիներին իրենք բերում են հորմոնային խնդիրների ավելի թեթև տանելուն, այսպես ասեմ, ավելի դիաբետի կարգավորման, քանի որ ինչպես ասում են, աղիները մեր երկրորդ ուղեղն են։ Այո, փաստորեն կաթնաթթվային մթերքների օգնությամբ կարող ենք ամրացնել իմունիտետը։ Այո։ Այո։ Շարունակելով ասենք, ինչ կաթնամթերք ընտրեն այդ դեպքում շաքարային դիաբետ ունեցող մարդիկ եւ ինչից է պետք զգուշանալ։ Տեսեք, շատ լավ, ուրեմն դիաբետով պացիենտները ավելի պետք է նախընտրեն ցածր կալորիական սննդամթերք եւ այստեղ նախապատվությունը կտամ քիչ կալորիական ուրեմն ցածր յուղայնությամբ կաթնամթերքին, ավելի շատ հունական յոգուրտը, ավելի շատ մածունը, ուրեմն ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, որը բավականին լավ կլինի նաև իրենց աղիների միկրոֆլորայի համար։
Խոսենք պանիրների մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հայկական սեղանները եւ այստեղ տարբեր հորմոնալ խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում ինչ պանիր ընտրել։ Ասում են լավագույն տարբերակը ֆերմենտացված պանիրներ են, ճիշտ է։ Այո, կհամաձայնվեմ, քանի որ տեսեք, այդ հորած պանիրը, որ ամիսներով պահվում է, ինքը շատ կարևոր եւ շատ օգտակար ուրեմն մթերք է, նշանակություն ունի, ինքը իր ֆերմենտները տարիների ընթացքում ու ամիսների ընթացքում ավելի լավանում է։ Բացի դրանից պարմիզանը, այսինքն քիչ յուղային պանիրները եւ պինդ սորտի պանիրները, քանի որ կալցիումը յուրացվում է պինդ սորտի պանիրներից։ Ուրեմն ավելացնենք, որ Երեմյան կաթնամթերքի պանիրները արտադրվում են բացառապես A դասի բարձրակարգ կաթից, սպառողներին մատուցելով համային գերազանցությամբ պանիրների լայն տեսականի։ Ամանորին օրինակ կարող եք իտալական շունչ հաղորդել, ընտրելով բուրատա, ստրաչատելլա, մոցարելլա տեսակի պանիրներ, որոնք համեղ են եւ բարձր սննդային արժեք ունեն Երեմյան կաթնամթերքից։ Միակը Հայաստանում մանկական կաթի վկայականով եւ սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ։ Երեմյան կաթնամթերք, մեր ֆերմայից ձեր սեղանին։ Կաթը սեր է եւ մենք ուրախ ենք այն կիսել ձեզ հետ ամեն օր։ Կաթնամթերք ընտրեք առողջության համար, անգամ եթե հորմոնալ խնդիրներ կան։ Հիմա կխոսենք վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում ինչ կաթնամթերք ընտրել։ Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար իհարկե շատ կարևոր են նույն ճարպալուց վիտամինները, կալցիումը, վիտամին D-ն, սելենը, յոդը իհարկե, որոնք մեծ քանակությամբ բանակում են կաթի, կաթնամթերքի մեջ։ Սակայն, քանի որ վահանաձև գեղձի խնդիրները կարելի է բաժանել գերֆունկցիայի, երբ որ շատ է արտադրվում յոդը եւ թեր ֆունկցիայի, այդ պարագայում կաթնամթերքն է պետք է համապատասխան ընտրվի։ Եթե մենք ունենք օրինակ գեր ֆունկցիա, երբ որ յոդը շատ է արտադրվում, բնականաբար կաթի քանակը պետք է սահմանափակենք, բայց չդադարենք, այսինքն չհանենք ընդհանրապես ռացիոնից, այլ օգտագործենք ավելի ցածր յուղայնությամբ։ Քանի որ տեսեք օրինակ գեր դոզավորման գեր ֆունկցիայի դեպքում կալցիումը օրգանիզմից դուրս է գալիս ակտիվ եւ այդ պարագայում կալցիումի փոխարինումը եւ կալցիումի ընդունումը շատ կարեւոր է։ Իսկ հիպոթիրեոզի թեր ֆունկցիայի դեպքում ավելի նախապատվությունը կտամ ֆերմենտացված պանիրներին, մածունին, կեֆիրին, հունական յոգուրտին եւ ավելի ուրեմն բարձր ճարպային, այսպես ասած, զանգված ունեցող կաթնամթերքին։ Բժշկուհի, կարագի մասին ինչ կասեք, ինչից մարդիկ զգուշանում են, նախապատվությունը տալելով բուսայուղերին, կարագի օգտակարության մասին խոսենք, թե պետք է խուսափել սերուցքային կարագից։ Շատ լավ հարց եք տալիս, իհարկե կարագը շատ լավ մթերք է եւ իրեն ընդհանրապես բացառել սննդակարգում պետք չէ, նույն խոլեստերինի համար էլ կարագը պետք է։ Այսինքն իհարկե պատրաստել կարագի վրա, տապակել պետք չէ, քանի խորհուրդ չի տալի, քանի որ ինքը ունի ցածր ծխեցման աստիճան, այսինքն դրա համար նախատեսված այլ բուսայուղեր կարելի է օգտագործել, օրինակ ավոկադոյի ձեթը։ Սակայն նույնպես խորհուրդ չեմ տա հաճախ տապակել, ավելի լավ է օրինակ նույն վառարանում դուխով ջեռոցում պատրաստել կամ եփել, քանի որ կարագը իր օգտակարությունը հենց այդպիսի ոչ տաք վիճակում է օգտակար, մաքուր տեսակով։ Երբ ավելացնում ենք պատրաստի ուտեստին։ Եվ ցանկալի օրինակ նույն սև հացի վրա քսել այդ կարագը քիչ քանակությամբ, չեմ ասում շատ, եթե կան խնդիրներ նույն սիրտանոթային համակարգի, նույն շաքարային դիաբետի, բայց այդ օգտակար ճարպերը շատ պետք են։ Նամանավանդ դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց, նամանավանդ դեռահասության շրջանում գտնվող երեխաներին պետք է ներառել սննդակարգում։ Ես խորհուրդ եմ տալիս ընտրել Երեմյան կաթնամթերքի կարագը, որը բացառիկ է իր որակով շուկայում եւ հիշեցնում է ավանդական կարագի համը։ Ինչ կաթնամթերք ընտրեն հղիները, կերակրող մայրերը, որքանով է այն կարևոր նրանց սննդակարգում։ Բնականաբար շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը, որը նույնպես եւ կալցիումի, վիտամին D-ի, սելենի, մագնեզիումի, յոդի աղբյուր է։ Այդ իսկ պատճառով նամանավանդ կերակրող մայրիկը, հղին պետք է օգտագործի, քանի որ ինքը մեծ ավելի պաշար է պետք իրեն կալցիումի։
լավ, այսինքն բալիկը կվերցնի մամայից այդ իր հասանելի կալցիումը, բայց հետո մաման կունենա տարբեր խնդիրներ ատամների, ոսկրերի եւ այլն։ Այդ իսկ պատճառով պետք է անպայման ներառել, ցանկալի է ոչ շատ յուղային, միջին կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը։ Եվ հետագայում նաև օստեոպարոզից խուսափելու համար հարկավոր է օգտագործել բավարար քանակով կալցիում, որը օրինակ կաթը համարվում է բավականին լավ աղբյուր կալցիումի։ Նուշի հատիկները, լավ, նույնպես համարվում են կալցիումի լավ աղբյուր, կունջուտը, նաև կնշեմ, որ բուսական, օրինակ կանաչեղենից յուրացված կալցիումը ինքը ներծծվում է ընդամենը 30%-ով, իսկ կաթնամթերքից ավելի շատ, մոտ 70-80% ներծծվում է կալցիումի։ Իսկ դաշտանադադարի ընթացքում ճարպերը ինչ նշանակություն ունեն բժշկուհի եւ այս դեպքում ինչ կաթնամթերք ընտրել։ Շատ մեծ նշանակություն ունեն, քանի որ այդ օգտակար ճարպերը, նույն ավոկադոն, ձվի դեղնուցը, կարագը, կաթնամթերքում ճարպերը, իրենք շատ կարևոր են այդ էստրոգեն, պրոգեստերոն, այդ կանացի հորմոնների կարգավորման համար եւ դաշտանադադարը ավելի լավ տանելու համար, հետագայում օստեոպարոզից խուսափելու համար, քանի որ այս տարիքային խմբում նույնպես կալցիումի բարձր պաշար է պետք, որպեսզի հետագայում օստեոպարոզ չունենանք, լավ։ Իմ պացիենտներին, ովքեր ունեն օստեոպարոզ, ես միշտ հորդորում եմ գոնե 3 բաժին կալցիումով հարուստ սնունդ օգտագործեն։ Դա կարող է լինել 1 բաժակ կաթը, կարող է լինել մի քանի կտոր պինդ պանիրը եւ օրինակ մածունը կամ կեֆիրը մի 100-150 գրամով օրվա ռացիոնում գոնե լինի դա։ Շնորհակալություն բժշկուհի, կարևոր ինֆորմացիայի համար։ Վերջում ձեր խորհուրդ, հորդորը մարդկանց, սպառողներին ինչ կաթնամթերք ընտրել առողջության համար, հորմոնների համար, որոնք մեր շարժիչ ուժն են, օգնում են ապրել առողջ։ Շատ լավ, իհարկե կաթնամթերքը պետք է ներառել սննդակարգում պարտադիր, ինչ-ինչ պատճառներով, եթե կան որոշակի առողջական խնդիրներ, ավելի ցածր յուղայնությամբ օգտագործել, օրինակ վահանաձև գեղձի խնդիրների դեպքում, շաքարային դիաբետի, եթե կա սիրտանոթային տարբեր խնդիրներ, ավելի ցածր յուղայնությամբ կաթնամթերքը օգտագործել, անպայման նայել պիտանելիության ժամկետներին, ընտրել ամբողջական կաթից պատրաստված եւ պարտադիր գոնե շաբաթվա մեջ մի քանի անգամ ներառել այդ հրաշալի մթերքները ռացիոնում։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանի հետ, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, որն օգնում է ապրել առողջ, իսկ ընտրելով երեմյան կաթնամթերք, ընտրում եք սեփական առողջությունը։ Մինչ հանդիպում։ Հայրիկ, իսկ որտեղից է կաթը հայտնվում մեր սեղանին։ Մայրիկն է գնում։ Երեմյան կաթնամթերք։ Մեր ֆերմայից ձեր սեղանին, կաթը սեր է։